իսկապես աննախադեպ պայմաններում տեղի ունեցավ։ Նախորդը գիտեք տեղի ունեցել 22 թվականի սկզբներին, եւ այս 3 տարիների ընթացքում Հայաստանին պատուհասած կործանարար ընթացքը իսկապես բերեց նորանոր կորուստներ եւ մենք հավաքվեցինք այս տարի փաստորեն այն վիճակում մթնոլորտում, որ մեր բոլոր մինչև այս իրադարձությունները հռչակած նպատակները եւ այն սպառնալիքներն ու վտանգները, որոնք որ մենք նախանշում էինք, դրանք ել ավելի հաստատեցին իրենց կենսունակությունը։ Դժբախտաբար մեր ամենավատագույն ենթադրությունները եւ դրա հետ կապված կանխատեսումները իրականացան։ Առաջին անգամը լինելով հայոց պետականության արկայության պայմաններում հայ ժողովուրդը տեսավ եւս մեկ ցեղասպանություն, որը կատարվեց Արցախում։ Արցախը հայաթափվեց եւ հիմա արդեն բռնել է այս իշխանությունների օրոք մի ճանապարհ Հայաստանը, որը տանում է դեպի թուրքացում։ Այս արձանագրումները, որոնք մենք ժամանակին կատարել ենք, երևի կհիշեք, որ Դաշնակցությունը հրապարակ էր եկել ոչ Արցախի հայաթափմանը եւ ոչ Հայաստանի թուրքացմանը կարգախոսերով եւ դրա հետ կապված մեր ընդդիմադիր ամբողջ կեցվածքը եւ շարժումները, որոնք եղել էին մինչեւ հիմա հրապարակային, դրանք դժբախտաբար կամաց ըստ էության այս իշխանությունների թեթև ձեռքով իրականություն են դառնում եւ մեր հիմնական խնդիրն այն էր, որ գնահատվեց այս փուլում մեր վիճակի լրջությունը, այն սպառնալիքներն ու վտանգները, որոնք այսօր Հայաստանի, Արցախի եւ ընդհանրապես հայության առաջ կանգնած են, եւ հիմնական արձանագրումները, որ կատարեցինք, այն է, որ այս վարչախմբի առաջարկած մարտավարության կամ քաղաքական ուղեգծի իմաստը որն է, ըստ էության պարտվողականությունն ու զիջողականությունն է, հանուն կարծեցյալ խաղաղության, որի շակերտներում երաշխավորը իրականում հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա է, որ հանրությունից այս իշխանությունները փորձում թաքցնել եւ ամեն ինչ անում են, որպեսզի մեր ժողովուրդը դեմ հանդիման չկանգնի, այսպես կոչված խաղաղության երաշխավորը լինելու է ցեղասպան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ այս առումով մենք շատ հստակ խոսում ենք իրական խաղաղության մասին, իսկ իրական խաղաղությունը մեր բոլոր գնահատումները դրան են բերում, անշրջելի եւ կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման եւ ռազմավարական, ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում։ Այսինքն, եթե այս երկու պայմանը չկան, եթե գործընթացները չեն տանում հարցերի արդար կարգավորման եւ տեղի չեն ունենում ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում, սա միայն բերելու է Հայաստանին նոր զիջումներ, նոր կորուստներ եւ բանակցության մեջ նստած են այսօր հաղթող եւ պարտվող կողմեր, որ այսօր մարմնավորում են մեր այդ իրավիճակը իշխանությունների դեմքով, բնականաբար խոսել ինչ որ ռազմաքաղաքական հավասարակշռության մասին, բալանսի մասին ուժերի անիմաստ է։ Եվ ուրեմն այդ պայմաններում արդեն իսկ մենք այսպես կոչված խաղաղություն ունենալը ենթադրելու է նոր զիջումներ եւ նոր կորուստներ։ Խաղաղության անվան տակ մենք ունենալու ենք նվաստացում եւ դրանից բխող հետևանքներ։ Եվ ուրեմն մեր առաքելությունը որպես ազգային քաղաքական ուժ եւ բոլոր ընդհանրապես ազգային ուժերի առաքելությունն է այսօր ազատվել ըստ էության ժողովրդին պարտադրված այս իշխանությունների այլընտրանքից կամ կապիտուլյացիա կամ պատերազմ։ Այս այլընտրանքի առաջ են դրել մեր ժողովրդին ամեն ինչ անելով ցույց տալու համար, որ մենք անկարող ենք, մենք անզոր ենք, մենք պետք է ենթարկվենք այդ պահանջներին, թշնամու կողմից առաջադրվող, իսկ
ոչ այլ ինչ է, քան հենց այդ երկուսի մեջ կործանարար վատի եւ վատթարագույնի մեջ ընտրություն կատարելու վիճակ։ Եվ մեր խնդիրն է բեկում մտցնել այս իրավիճակի մեջ։ Մեր ժողովուրդը պետք է ունենա ընտրություն խաղաղության, իրական անշրջելի եւ կայուն խաղաղության, որը ասեցի պետք է ապահովի այդ երկու պայմաններով իրականացումը, եւ սրա համար մեր գլխավոր խնդիրը դառնում է նոր որակի իշխանության ձևավորումը եւ զարգացման ազգային պետական ուղեկցի հաստատումը։ Այն ուղեկիցը, որով այսօր այս իշխանությունները շարժվում են, այդ ուղեկիցը ապազգային է, ապապետական է եւ կոչված է ըստ էության սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Եվ մեր այլընտրանքային մոտեցումները հիմնված են նրա վրա, որ հայ ժողովուրդը ունի իր սեփական ուժային աղբյուրները եւ այդ աղբյուրները պիտի թույլ չտանք, որ այս իշխանությունները ցամաքեցնեն։ Այդ աղբյուրները 3 ուղղությամբ են եւ առաջինը դա մեր միասնությունը արդեն խաթարված հայրենիք սփյուռք, Հայաստան, Արցախ սփյուռք երամիասնությունը խաթարված է եւ երամիասնությունը, միասնությունն ընդհանրապես համահայկական վերականգնելու խնդիր կա եւ դա պետք է տեղի ունենա շատ կոնկրետ օրակարգի շուրջ, այդ օրակարգը հայկական ինքնության եւ հայոց պետականության պահպանման օրակարգն է։ Սրա շուրջ միայն հնարավոր է համախմբվել։ Չեն համախմբվում հանձնվելու համար, ինչպես այս իշխանություններն են իբր թե կոչ անում։ Համախմբվում են հաղթահարելու համար բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք գոյություն ունեն։ Հանձնվելու համար պառակտում են, այն էլ ինչ մենք տեսնում ենք այսօր իշխանությունների կողմից, որտեղ հենց հանձնվելու ուղղությամբ է իրենց ամբողջ քաղաքականությունը։ Երկրորդ մեր ներքին ռեսուրսի առումով դա մեր պաշտպանական եւ անվտանգային համակարգերի հրատապ վերակառուցումն է, որտեղ մեր հակառակորդները այլ լեզու չեն հասկանում։ Իրենք եթե տեսան, որ դու անպաշտպան ես, անընդհատ փորձելու են նորանոր զիջումներ կորզել, պահանջներ անverջ տեղալ, որի ականատեսն ենք մենք այսօր։ Պահանջները վերջ չունեն, այսօր ադրբեջանա-թուրքական պահանջները որևէ սահման չեն ճանաչում։ Ամեն օր նոր պահանջներ են հնչեցվում մեր ինքնության, մեր ազգային պետականության դեմ ուղղված, որտեղ իրենց համար հայկական տեսակի, հայ տեսակի գոյությունը, հայկական գործոնի արկայություն այս տարածաշրջանում արդեն անընդունելի է։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մեր ուժերը պետք է համախմբենք ներքին առումով այս երկու ուղղությամբ։ Եվ երրորդը, որ նոր քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, դիվանագիտական հմուտ քաղաքականություն, որ կարողանանք այն երկրների հետ մեր կապերը վերականգնել, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Այդպիսի երկրներ եղել են, կան, պարզապես այս ապաշնոր իշխանությունների քաղաքականության արդյունքում այդ երկրների հետ էլ մենք ստեղծել ենք լրջագույն խնդիրներ եւ փոխանակ մեր բարեկամների քանակը ավելացնենք, մենք մեր բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում։ Այս վիճակը բնականաբար պետք է կտրուկ փոխվի եւ առաջի հերթին մենք նկատի ունենք Ռուսաստանի հետ պետք է ամրապնդել մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք կան եւ իրապայմանագրային հիմքեր դրա համար կան, դրանք պետք է ամրապնդել։ Իրանի հետ պետք է կնքել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք։ Այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ մի երկրի վրա, նշանակում է հարձակում տվյալ երկրի վրա։ Եվ եթե պաշտպանության հարցը դառնա երկկողմանի իսկապես երաշխավորված։ Իրան, Հայաստան, որևէ մեկի համար այսօր գաղտնիք չի, որ նույն Զանգեզուրի այսպես կոչված Միջանսկի հարցով ամենահստակ կարելի ասել մեր իշխանություններից շատ ավելի մեր շահերը պաշտպանող դիրքորոշում է հայտնում այսօր Իրանը։ Եվ ուրեմն Իրանին պետք է տալ հնարավորություն, որ ունենա նաև
իրավաքաղաքական հիմքեր իր այդ նույն հանձնառությունը, որը հրապարակավ արտահայտում է, լիարժեք կարողանա իրականացնել ի պաշտպանություն մեր ազգային կենսական շահերի։ Եվ մնացած բոլոր կենտրոնների հետ, այս թվում Արևմուտք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ էլ տեսնում ենք աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններ են տեղ ունենում, բոլորի հետ առաջացել է հնարավորություն փոխլրացման տրամաբանության մեր շահերը պաշտպանել։ Արդեն իրավիճակ փոխվել է, Ռուսաստան եւ այսպես կոչված միավորված Արևմուտք իրականությունը բոլորովին այլ է, եւ այդ փոփոխությունը մեզ տալիս է հնարավորություն, որ մենք կարողանանք փոխլրացման տրամաբանությամբ այդ գերտերությունների հետ կարողանանք աշխատել եւ մեր շահերը պաշտպանել։ Սա հստակ օրակարգ է եւ այս հստակ օրակարգի շուրջ Դաշնակցությունը արտահայտում է իր պատրաստակամությունը արդեն նաեւ ընդհանուր ժողովի, մեր բարձրագույն ժողովի մակարդակով համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր որ կիսում են այս օրակարգը եւ պատրաստ են որպես անհրաժեշտ պայման իշխանափոխություն իրականացնել, որպեսզի հնարավոր լինի փոխել այս ապազգային ուղեգիծը։ Իհարկե միշտ խոսքը գնում է թե այդ իշխանափոխությունը ինչպես պետք է իրականացվի, դրա մասին էլ ենք մենք խոսել ընդհանուր ժողովում եւ վերլուծվել են անցած 3 շարժումները ընդդիմադիր, որոնց առանցքում եղել է գիտեք Դաշնակցությունը, բայց բնականաբար ընդհանուր ժողովում էլ կա այս դժգոհությունը, որ մենք մեր նպատակին չենք հասել։ Այս գիտակցումը կա, կատարել ենք ինչ որ հնարավոր է, բայց ընդհանուր ժողովը խնդիր է դրել, որ ավելի ամբողջական վերլուծել այդ ամբողջ ընթացքը ընդդիմադիր շարժումների եւ առավել ճշգրիտ որոշումներ կայացնել, դաս քաղելով իհարկե այդ անցած փորձը ունենալով, որ հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել։ Իշխանափոխության համար մենք ունենք մեր պատկերացումները, որը եթե կարճ ձևակերպեմ հետեւյալն է, որ մենք ունենք կարիք անհրաժեշտ ակտիվության եւ մասնակցության պատրաստ ցուցարարների կազմակերպված ներկայության։ Այսինքն մեզ պետք է ոչ միայն ընդհանուր թիվ մասնակցության, այլ պետք է ակտիվության եւ վճռականության պատրաստ մի իսկապես կազմակերպված մասնակցություն, որը հնարավորություն կտա շարունակական զանգվածային անհնազանդության գործողություններ կազմակերպել, դրանք ինքնանպատակ չպետք է լինեն այդ գործողությունները, դա պետք է հասունացնի ժողովրդի անմիջական իշխանության իրացումը, որի մասին անընդհատ այս իշխանությունները խոսում են, որ իրանք ժողովրդով են եկել, գիտենք, որ փողոցով են եկել, բայց դա ներկայացնում են որպես ժողովրդի անմիջական իշխանության իրացման process։ Հիմա այո, դա հնարավոր է իրականացնել, ժողովուրդը իշխանության տերը ժողովուրդն է, միակ կրողը իշխանության ժողովուրդն է, եւ եթե այն ճանապարհները, որոնք այսօրվա իշխանությունները փակում են, ականջները փակել են, որպեսզի չլսեն այն դժգոհությունը, որ այսօր գոյություն ունի, ժողովուրդը իրավունք ունի իր անմիջական իշխանությանը տեր կանգնել եւ դա ցույց տալ հրապարակավ։ Եվ ինչու ոչ նաեւ խորհրդարանում ունենալով իր աջակցությունը խորհրդարան գումարած հրապարակ, փողոց հրապարակային շարժում, դրա համար անհրաժեշտ է զանգվածային անհնազանդության գործողությունների շարունակական իրականացում, որպեսզի պարզ դառնա, որ այլևս գործող իշխանությունները մնացել են շենքերում, իրական իշխանությունը, որի հետ այսօր մեր ժողովուրդը համաձայն է, այո, գտնվում է շետ շենքերից դուրս։ Եվ այս իրավիճակը փոխելու համար բնականաբար առաջանալու է կոնկրետ խնդիր այս իշխանություններին հեռացնելու։ Եվ սրա այս գործի մեջ է պետք այսօր ընդգրկվել եւ այս գործը առաջ տանել հնարավորինս արդյունավետ եղանակով։